որդվո և ոգույն սրբո ամեն։ Այսօր սիրելի ավադացյալներ, այս խորանեն գարտացվեցավ սարգավակին գողմե Մարգոսի ավետարանի 12-րդ գլխու 35-ն 44 համարները, որու ընթացքին մեր Տեր Հիսուս Քրիստոս գխոսի 3 նյութերու մասին։ Առաջինը հաստատումն է, երկրորդը զգուշացում է, իսկ երրորդը գմտնե փուն նյութին մեջ, որ այսօրվա խորհուրդն է, որու վերնակիրն է այրի գնոջ լուման։ Առաջին բաժնին մեջ երբ մեր Տերը հաստատում մգնե, որովհետև Դագավին այդ հրաշքները կործել է, մարդոց բժշկություն շնորհել է, արագներ խոսել է ետք, զինք գանվանեին Դավիթի որդի։ Հիսուս Դավիթի որդի չէր, բարձավես Սուրբ Գույս Մարիամ Դավիթի սերունդեն եկած գինն էր։ Գիշեք Երիկովի ջամփուն վրա գույրեր գային, աչքերնին կոց, երբ սկացին դերը գուկա, Դավիթի որդի ողորմե մեզի ըսին։ Հիսուս չուզեց անոնց բան ասել, բայց բժշկեց, ըսավ ինչ կուզեք, ըսին թող բացվին մեր աչքերը, ձեր հավատքին համաձայն թողլա ձեզի։ Եվ այլ դեղեր հաջող, և նաև օրենքի ուսուցիչները, օրվա քարոզիչները միշտ Հիսուսը կներկայացնեին որպես Դավիթի որդի, այսինքն Դավիթի մագարտագին իջեցնեին Հիսուսը։ Բայց Հիսուս այս անգամ գուկա իր հաստատումը կատարելու և ըսելու համար, օրինակներ բերելով Սաղմոսած կրկեն։ Մենք բոլորս գիտենք, որ Սաղմոսներու 150 դուները Դավիթ մարգարեն գրած է։ Եվ հաջող Սաղմոսած կրկին մեջ կգարտանք, որ Դավիթ կսե դերը ըսավ։ Դիրոջ մասին կխոսի։ Հիսուս հոն օրինակ մը կբերե, եթե Դավիթ Աստված դեր կգոչե, Քրիստոս ինչպես կրնա Դավիթի սերունդեն ըլլալ, որովհետև Քրիստոս ինք Աստված էր, Աստված որդիի գերբարանքով, մարդու մարմին ստանալով եկավ մեզի հավասարելու, բայց այդ հավասարության մեջ մենք հավասար չենք Քրիստոսի, այլ Քրիստոս ունի աստվածային հատկությունը։ Մենք ունենք այո ֆիզիկական մարմին և հոգևոր հատկություն։ Այդ հոգևոր հատկությունը այն է, որ ծննդոց կրկի մեջ 6-րդ օրվա ստեղծագործության գսե Աստված գետնի հողեն արավ և շինեց մարդու մարմինը, սակայն անոր ռունկերու մեջ փչեց իր աստվածային շունչը և մարդը դարձավ հոգևոր էակ, ոչ թե աստվածային էակ։ Այս մեկը բացատրեց Հիսուս մարդոց ըսել ուզեց, որ ինք այո մարդկային մարմին ստացավ, բայց ինք և Դավիթ հավասար չեն, Դավիթ մարգարեմն է, մերավ թաղվեցավ ու գնաց, մարմինը փչացավ, բայց Հիսուս մարմինը աբագանություն չտեսավ, երրորդ օրն իսկ հարություն արավ և համբարձավ դեպի երկինք։ Հաստատումը կատարել է այդ այս անգամ կզգուշացնե ժողովուրդը այդ օրերու
օրենքի ուսուցիչներեն, կահանաներեն, վարդապետներեն, որոնք հբարդության մարմնացումը դարձած էին։ Իրենց հագուստները մանիշակագույն, ձիրանագույն հրաբարակներու վրա ողջուններ գագնգալ էին, երբ դաջար մտնեին, գագնգալ էին, որ դաջարի բաշտոնյաները հարկանքով պիտի մոտենան իրենց եւ բերեն թեպի առջև ինչ որ մարդկային հիվանդություն մնե ձևով հոգեգան հիվանդություն մնե, որ մարդ կուզե միշտ հարկվիլ, բայց մեր դերը մեզի գիշեցնե, գուզես հարկվիլ, նախ հարկել սորվիր, գուզես սիրվիլ, նախ սիրել սորվիր, մարդիկը չսիրած եւ չհարկած ինչպես գագնգալես, որ անոնք քեզ սիրեն եւ հարկեն, հետեւաբար երկրորդը զգուշացում է, գսե զգուշացեք այն բոլոր մարդոցմե օրենքի ուսուցիչներեն, ով լա խնդրո արարգան, երբ հրաբարակներու վրա հարկվիլ գսիրե, զգուշացիր անգե, որովհետև հբարդության, մոլության մեջ ինգած է։ Մեր դերը երբեք չսավ, ես բժշկեցի քեզի, ելիր մահիջդ արդունըտ կնա, այլսավ կու հավատքդ բժշկեց քեզի, կու հավատքը դե որ պիտի փրկե քեզի, կու Աստուծո հետ կու հարաբերությունը դե որ պիտի փրկության արժանանաս, եւ ոչ թե իմ խոսքովս կամ ուրիշի խոսքովը, այլ տուն եւ կու Աստվածդ է որ իրարու հետ հաշվի հարթարի պիտի նստիկ։ Հետևաբար հաստատումը գադարել է եւ զգուշացնել է այդ ժողովուրդը գխոսի իր փուն նյութը, որ այսօրվա նյութն է, որ գոչվի ավետարանի մեջ այրի դիկնոջ լուման։ Այս հաստատումները գադարել է այդ Հիսուս իր առաքյալներուն հետ միասին գերտան թևի դաջար։ Դաջարին տրան արջև կգենան եւ կտեսնեն, թե ինչպես մարդիկ դաջար կմտնեն, ոմանք աղոթելու, ոմանք հետաքրքրասիրությամբ, այս բառին լավ ուշադրություն ըրեք, հետաքրքրությունը լավ բան է, բայց հետաքրքրասիրությունը ուրիշ դեղ կդանի քեզի, ջամպատ կմոլորեցնե, ուրիշներուն գործերու խառնվել գուտա, մարդոց մասին պամպասել գուտա, մարդոց մասին զրբարդել գուտա, հետաքրքրասիրութեն է կզգուշացնե Հիսուս։ Դաջար մտնողները կտեսնեն առաքյալները եւ յուրաքանչյուրը իր մասն ու բաժինը կբերե դաջարի բայձարության մասնակցության։ Սակայն գսե հերվեն գինը գուկա, հայտնի է որ այրի է իր սկեսներեն, իր կալված ծևեն, գուկա եւ գսե կրբանիգեն անցայն, աննգատ գհանե երկու տահեգան, գծկե որ ոչինչ է բնագին մեջ ու լրիկ մնչիկ կտարնա ու գերտա։ Հիսուս գսե իր առաքյալներուն, նայեցեք գսե, զանազան մագարտագի մարդիկ մտան դաջար, բոլորը իրենց նվերները ցկեցին կանցանագին մեջ, բայց այս գինը երկու լումա ցկեց կանցանագին մեջ, ցեզի կհավաստիացնեմ, որ այս գինը ավելի ցկեց կանցանագին մեջ, քան մույսները, որովհետև մույսները ցուցամոլությամբ էր որ գցկեին, մույսները բարդատրապար գցկեին, բայց այս գինը համեստությամբ եւ ինքնափուխ մոդեցումի եղանակը գսորվեցնե մեզի մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր գադարած նվերներուն, մեր գադարած ողորմություններուն, մեր գադարած բարիքներուն նկատմամբ,
մոդեցումի եղանակը շատ կարևոր է, որովհետև ոչ ոք բարդատրած էր այդ այրին, ոչ ոք ալ միջնորդած էր, որ աննվիրատվություն մը գադարե։ Մեկնիչներն մեկը արի օրինակ գսե ուրիշներ այցելության կացին այս այրի դիկնոջ դունը։ Հավանաբար հեքիաթ է, բայց մեջ են 10 մգա, որ պետք է կաղենք։ Այդ գինը գսե շատ համեստ խրջիթի մեջ կնստեր, նույնիսկ գահույք չուներ, նույնիսկ խոհանոցի մեջ կարևոր արարգաներ չուներ։ Դունի մեջ քանի որբեր, գիսամերկ, ձագած կուլբաներով, ձագած հակուստներով նստած գսպասեն իրենց մորը, որովհետեւ կա իրենց ջաշ պատրաստ է։ Եվ այդ գինը իր օրվա վաստակը կանցանակի մեջ ցկած էր, կովը չեր մնացած բան, որովհետեւ իր որփուկներուն գերցնե այդ օրվա ջաշը։ Եվ այդ գնգան իրավիճակը կներկայացնեն, իր գիտակցությունը կներկայացնեն եւ իր ինքնապուխ իր մե ավելի դգարներուն օգտակար դառնալու գաղափարն է, որ կներկայացնե։ Հետևաբար դերը կգնահատե։ Հիմա հոս խնդիրը այն է, որ եթե նյութական արժեչափով, նյութական չափորոշիչներով մենք հարցին մոտենանք, պիտի երկրավոր մտածումով պիտի անդրադառնանք, որ ինչ կսե Հիսուս։ Բայց Հիսուսի ասածը գաղափարն է, որ կդրվի մեզի, որ մեզի կշկուշացնե, ծոցամուլ ուտենեն, հերու մնանք, աչին դվածը ծախը չիմանա, գսե Հիսուս, երբ բարիք պիտի կատարես փող մի հնչեցներ, հրաբարագավ եթե հնչեցնես, հրաբարագավ կգնահատվիս, բայց Աստուծո կով ոյ մեկ արժեք չի ներկայացներ։ Հետևաբար մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ կշկուշացնե այս ցուցամոլութենեն եւ այս մարտահաջութենեն, մարտոց հաջելի երևնալեն։ Մեծ իմաստասերմը ասած է, ցախողությունը երբ կսկսի մարդու կյանքին մեջ, երբ փորձես կյանքիդ մեջ բոլոր մարդոց հաջելի տվիլ, բոլոր մարդոց հաջույք պատճառել, հոնգը ցախողից, որովհետև դու բարդականությունդ կդարե, դու Աստծո հետ հարաբերությունդ ամուր բահե, քու ողորմությունդ անհայտ եւ անզգալի օրեն ներկայացուր եւ Աստված կգնահատե քեզի։ Մարդոց կնահատանքը ոս կմնա։ Մարդիկ երբեմն իրենց գնահատանքին մեջ շատ խիստ են։ Օրինակները ավետարաններուն մեջ կա այն երկու ծառաները, որ իրարու հանդեպ բարդ ունին, դերը գսե հսկա կումարը գշնորհե իր ծառային, բայց իր ծառան, իր ծառայագիցին մեկ ոսկի անգամ չի շնորհեր, այլ զինք պանտ նետել գուտա իր իրավունքը պաշտպանելու համար ավետարանի մեջ արձանագրված է։ Հետևաբար այս խոսվածներուն մեջ են ինչ պետք է սորվինք, ինչ տաս պետք է քաղենք։ Այն կանցանակը, որ տրված էր դաջարի մուտքին, խորքին մեջ մեր կյանքի կանցանակն է։ Իսկ ներս մտնող մարդիկ մենք ենք, ես, տուն, մույսը։ Հետևաբար Հիսուսի ըսածը, թե տուն այս կյանքի կանցանակին մեջ ինչ կծկես, մեկնումետ ետ մարդիկ ինչ պիտի ասեն քու մասիդ, այս աշխարհը պիտի թողուն կորմը եւ երտանք դեղմը, ուր երկու ջամփակ ագսե, մեկը հավիտենական դանչանք եւ գորուստ, մյուսը հավիտենական կյանք եւ հանգիստ։ Այդ կանցանակին մեջ ցկած
քու կորձունեությունդ, քու աշխատանքդ անոնք են, որ պիտի որոշեն, թե դուն ինչ ցկեցիր այդ կանցանագին մեջ։ Եթե մարդոց համար հաճելի տվալու համար ցկեցիր, մարդոց դեղը այս աշխարհն է։ Այս աշխարհը, որ քեզ գդանի տեւի գորուստ, տեւի հավիտենական անգում։ Իսկ եթե Աստծո համար է, որ դու գադարեցիր, տեւի հավիտենականություն եւ տեւի հանգիստ։ Եվ Հիսուս գտիդե ամեն օր, ամեն վարգյան եւ ամեն ժամ գտիդե մեզ, թե ինչ կցկենք այդ կանցանագին մեջ։ Գարձեք մեր հայրապետներու գոմե քեղեցիկ դնորինում մնե այս օրը այս ավետարանական ընթերցումը։ Ինչու, որովհետև մենք երեք շաբաթ օր դոնախմբեցինք մեր եկեղեցվո, մեր պատմության, մեր մշակույթի թարգմանիչ վարդապետներու հիշադակը 404-405 թվականը Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, որ հնարեց այփենքիմը, Սուրբ Սահակ Բարտև հայրապետը եւ անոր հաջորդող այն վարդապետները, որ մեզի եկեղեցվո ջամփով մշակույթի կանց մցկեցին։ Օրմը Մեսրոպ անունով երդասարտը, որ զինվորական էր բալադին մեջ, բայց հավատացյալ մարդ էր, գսե ամեն գիրագի եւ ամեն օր դաջար գերտար աղոթելու։ Եվ իր մեջ դակնապ մգար, այդ դակնապը այն էր, որ հայոց եկեղեցվո մեջ հունարենով, ասորերենով, բարսկերենով բաշտամունքներ կգադարվեր։ Ես այս զինվորականը որոշեց եկեղեցական դառնալ եւ իր կյանքը նվիրել եւ ազգի եկեղեցի կանցանագին մեջ ցկել այն այփենքիմը, որ այս ավագիներուն վրա որակրված են, որ միշտ մեզի հիշեցնեն, որ մեր ազգը, մեր հայրենիքը, մեր եկեղեցին գկոյադևե այս դարերու շնորհիվ։ Մեսրոպ անունով այս երդասարտը եկավ կանցանագին մեջ 36 լումա ցկեց։ Այդ 36 լումաները մեր այփենքիմն են, որ հետակային 38-ի վերածվեցավ միջնադարյան շրջանին օն եւ ֆեն ավելցավ եւ դարձավ 38 դարեր։ Եթե այդ օրերու 400-ական թվականներու հայոց պատմության եւ հայկական աշխարհագրական կարդեսը բանանք, պիտի տեսնենք, թե թրացիներ ունեինք, այսօր գոյություն չունին։ Պիտի տեսնենք, որ մենք 4 հարստություններ ունեինք, այսօր գոյություն չունին, սակայն 5-րդ հարստությունը այփենքիմը մնաց, որովհետև հոգևոր հիմքերով հաստատվեցավ։ Երևակայեցեք այդքան խոնար մարդ մներ, որ Մեսրոպ Մաշտոց հայոց այփուփենը հնարեց եւ չսավ, որ ես հնարեցի, այլ սավ Աստված բաբան հրեշտակ մղրգեց եւ բադին վրա գրեց եւ ես ընթորինակեցի։ Գավադակ անոր Ատկան համեստություն գրնալալ, ատկան բարզություն գրնալալ, այսօր մարդիկ փոքր հնարք մգնեն, գմեցնեն, տմպուկ կհնչեցնեն, եւ այս մարդը այնքան համեստ էր, ջկնավոր էր, եկեղեցական էր, աղոթող էր, եւ այդ այփենքի մերը տրավ կանցանագին մեջ, որբեսի հայ ժողովուրդը հավերժ մնա, հավիտենական մնա, ինչ որ ալբադահի հայ ժողովուրդը եւ հայրենիքը պիտի մնա մեր այփենքի շնորհիվ, մեր հայ եկեղեցվո շնորհիվ, մեր պատմության շնորհիվ։ Եվ այսօր մենք գմեծարենք նաեւ մեր այփենքիմը եւ այսօրվա ավետարանի հատվածը եւ մեր հայոց պատմութենեն մեզի եկած այդ մշակութային
կանցերը եւ արժեքները այսօր ներկայացած են եւ դրված են մեզի արդյոք մենք կբահենք ոմանք պիտի ասեն այո եւ ոմանք պիտի ասեն չենք գիտեր եւ ոմանք պիտի ասեն ոչ մեր այբենքի ինչ արժեք ունի այսօր գցկենք ծեր հայեցողության բայց գտելատրենք որ Սիլվա Գաբուդիկյանի այդ ոտանավորը որ գսե եթե ամեն ինչ մորնաս նույնիսկ մայրդ մորնաս մի մորնար կու մայրենի լեզուտ որովհետև այսօր գաս ով հայ ժողովուրդ կու մայրենի լեզվի շնորհիվ որ գաս ու գմնաս հետևաբար մեր նոր սերունդի շրտներեն թող չի լռեն հայոց լեզուն հայոց այբենքիմը որբեսի կարողանանք նմանիլ այն այրի գնոջ որ կանցանագին մեծ ցկեց երկուլումա եւ այսօր 2000 տարիների վեր գկարոզվի եւ անսպար գմնա թող դերը օրտեցես հիմա Հավիդյանս Հավիդենից ամեն